Ցանկանայի ներկայացնել Մալաթիա Սեբաստիա վարչապետարանի Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը սկսվեց Տիգրան Ավինյանի կողմից Մալաթիա Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջանների նորանշանակ ղեկավարների ներկայացմամբ։ Հետո արդեն քաղաքապետը սկսեց հետաքրքրվել Եղվարդի խճուղում իրականացվող աշխատանքների ընթացքով։ Կոմունալ տնտեսության իրավասուները քաղաքապետին ծանոթեցին Եղվարդի խճուղում զուգահեռաբար իրականացվող նախագծերի, գազաֆիկացման աշխատանքների, ոռոգման գծի եւ կոյուղատար համակարգի անցկացման մասին։ Երեք ուղղությամբ էլ վարչարություն է իրականացվել, այս պայծությամբ արդեն աշխատանքները ակտիվ կերպով շարունակվում են, որպեսզի ասֆալտբետոնյա ծածկույթը վերականգնվի նախնական տեսքին։ Այս տեսակ աշխատանքները բացի նրանից, որ պետք է իրականացվեն պատշաճ ժամանակին, նաև պետք է իրականացվեն բոլոր շինարարական կանոնների պահպանմամբ, այն կանոնների, որոնք որ սահմանել է Երևան քաղաքի ավականին։ Իբրև թեմայի շարունակություն անդրադառնալով Գարեգին Նժդե Պողոտայի մայթերի կողքին թափված ավազին, քաղաքապետը Շենգավիթի նորանշանակ ղեկավարին հրահանգեց համապատասխան գործողություններ ձեռնարկել դրա վերացման ուղղությամբ։ Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության աշխատակիցներն էլ հայտնել են, որ քաղաքաշինական գործունեության ոլորտում իրականացված վերահսկողության ընթացքում ապօրինի շինությունների կառուցման եւ հողազավթումների դեպքերով կազմվել է ընդհանուր 85 արձանագրություն։ Նախորդ ժամանակահատվածի համեմատ կազմված արձանագրությունների թիվն էլ ավելացել է 26-ով։ Շինարարության հրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերով կազմվել է թվով 80 արձանագրություն, որից թվով 2-ը կազմվել է աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության կողմից օդի աղտոտվածությունը չափող սարքերի բացակայության հիմքով, թվով 54-ը կազմվել է աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից, որից 20-ը փոշեկալանիչ ցանցերի եւ 4-ը օդի աղտոտվածությունը չափող սարքերի բացակայության հիմքով։ Այս տեմպը կարծում եմ պետք է պահպանվի, մինչև իսկ մենք չսկսենք տեսնել, որ փոշեկալանիչ ցանցերը Երևան քաղաքում համատարած են, մինչև որ մենք չսկսենք տեսնել, որ արվող շինարարությունները քաղաքում լինի ենթակառուցվածքային թե շենքերի կառուցման, պահպանում են ավականու որոշման բոլոր կանոնները, այսինքն այս տեմպը չենք թուլացնում, շարունակում ենք նույն այս տեմպով, մինչև բոլորը հասկանան, որ նոր խաղի կանոնները բոլորը պետք է պահպանեն։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ նաև մետրոպոլիտենում իրականացվող աշխատանքներին։ Քաղաքապետին զեկուցվեց, որ վերանորոգվել է մոտ 350,000 կիլոմետր վազքի համար նախատեսված 3 վագոնանոց 1 շարժակազմ, որն այսօրվանից է սկսել սպասարկել ուղևորներին։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։